Երեք ընտրատեղամասում քվեարկությունների արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Ընդդիմադիրների բողոքին ի պատասխան նա առաջարկել է դիմել Սահմանադրական դատարան։ Ընդդիմությունը ընտրությունները հայտարարել է անօրինական, ընդունել համատեղ հայտարարություն վիճարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Սահմանադրական դատարանում եւ սկսել փողոցային պայքար։ Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին առնչվող հարցեր են քննարկել Դիլիջանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը, անդրադարձել քաղաքացիական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումներին եւ պայմանավորվել շարունակել աշխատանքային շփումները, իսկ հաջորդ հանդիպումը անցկացնել Ադրբեջանում։ Ընտրություններից հետո մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է եւ պետության վերելքը այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոց է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո առաջին կառավարության նիստի ընթացքում։ Նա հայտարարել է, որ նոր գաղափար է առաջարկել, որ ի տարբերություն նախորդ ծրագրերի, առաջիկա ծրագրերում ունենան առաջնահերթությունների հստակ ցանկ։ Մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը իհարկե նոր կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի ազգային ժողովում, նաև այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության եւ ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները նախորդող շրջանի աշխատանքի վերլուծություններ իրականացնենք եւ պլանավորենք։ Իհարկե լավ լուրն այն է, որ նախկին երկու դեպքերում այսքան շատ ժամանակ չենք ունեցել ոչ կառավարության կազմի, ոչ ծրագրի եւ այլ փաստաթղթերի մասին մտածելու, որովհետեւ նախորդ երկուսը եղել են արտահերթ ընտրությունները, ըստ էության շտապողականության ռեժիմով ենք աշխատել, այս փուլում կարևոր է նախորդող շրջանը ամբողջապես վերլուծենք, հասկանանք ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչն է, որ ինչից է, որ պետք է հրաժարվենք եւ որտեղա որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում եւ պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք։ 2025-ին Երևան-Կապան Երևան 95 չվերթ է իրականացվել, օգտվել է 2105 ուղևոր։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Բնականաբար շարունակվել է Երևան-Կապան Երևան ուղղությամբ իրականացվել էլի չվերթներ, 97 չվերթ ենք ունեցել 2025 թվականի ընթացքում, Երևան-Կապան Երևան ուրեմն չվերթներից օգտվել է 2105 քաղաքացի։ Կառավարությունը աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդի եւ հանքային ջրի արտահանման համար։ Որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններով արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը։ Հայաստանի ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին փոխհատուցումը կտրամադրվի հետեւյալ կերպ. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ, շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ։ 2026-ի ապրիլին 2025-ի ապրիլի համեմատ Հայաստանում գրանցվել է զբոսաշրջիկների թվի 39% աճ։ Հունվար-ապրիլ ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 34%։ Կառավարությունում վերջերս հրապարակեցին այս տեղեկությունը։ Նշվեց մեկ այլ տվյալ եւս։ Հայաստան եկող զբոսաշրջիկների դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել, այսինքն տուրիստներ են սկսել գալ Հայաստան տարբեր պետություններից։ Եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի Դաշնությունից եկողները այս նույն ժամանակահատվածում հունվար-ապրիլ եղել են 52%-ը, ապա հիմա 36։ Հենց Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի աճել ունենք, չէ՞, ինքը իրանը։ Այո, եւ այսինքն տեսակարար կշիռը նվազում է։
բայց բացարձակ թիվը ավելանում է։ Օրինակ նշել, որ անցած տարի ենք Ռուսաստանի դեպքում եղել 36%, բայց եթե անցած տարի 183700 է եղել թիվը, այս տարի արդեն 245178։ Իրականում մասնագետները այստեղ մատնանշում են մի կարևոր հանգամանք. երկիր մտնող եւ 24 ժամ երկրից դուրս չեկող ցանկացած անձ, այդ թվում Հայաստանը որպես տրանզիտ պետություն օգտագործողներն իրականում համարվում են զբոսաշրջիկ եւ ընդգրկված են այս վիճակագրությունում։ Բացի այդ, մեծ է նաեւ Հայաստան եկող աշխատանքային միգրանտների թիվը։ Եթե այս երկու շերտը հանենք, դասական զբոսաշրջիկների գերակշիռ մասը միևնույն է ռուսներն են, իսկ Ռուսաստանի հետ ներկայում թափ հավաքող տնտեսական դիմակայությունը սպառնում է հարվածել այս ոլորտին եւս։ Ռուսաստանից Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների հոսքի գերնվազում է ակնկալվում առաջիկա ամիսներին, հենց տուրիստական սեզոնին։ Առայժմ պարզ չեն մեխանիզմները, բայց ինչպես հասկացանք, Ռուսաստանից նման հաղորդագրություններ արդեն արվել են։ Տուրիզմը առաջին հերթին դա ոչ թե հնա է, դա առաջին հերթին արտարժույթի հոսք է երկիր։ Արտարժույթի տուրիստական ծառայության արտահանում է դա իրենից ներկայացնում եւ արտարժույթի հոսքով շղթան փակվում է։ Հիմա մենք խնդրի առաջ ենք անելու Հայաստանում արտարժույթի սովը սկսվելու։ Այստեղ դարձյալ կարող է խոսք գնալ տուրիստական հոսքերի դիվերսիֆիկացիայի մասին։ Խոսքը իրական տուրիստների, ոչ թե տրանզիտով երկրով անցնող կամ աշխատանքային միգրանտների մասին է։ Հայկական տուրիզմը հիմնականում այսօր արդեն հենվում է ՍՆԳ ԱՊՀ երկրների տուրիստների վրա։ Եվրոպական երկրների տուրիստական հոսքերը առավելապես Հունաստան են վերջանում, Իսպանիա, Իտալիա, մեկ էլ աֆրիկական երկրներ։ Մասնագետների կարծիքով առաջիկայում Ռուսաստանի հնարավոր սահմանափակումների հետևանքները գուցե մեղմեն ներքին տուրիզմի հոսքերի ավելացման ուղղված քայլերը, այսինքն Հայաստանի քաղաքացիների միջոցով գուցե հնարավոր լինի նվազեցնել ոլորտի վրա բացասական ազդեցությունը։ Դեղատներում բժշկական պարագաների դեղերի գների աճը շարունակում է մտահոգել քաղաքացիներին։ Վերջին մի քանի ամսում այդ գնաճը գրեթե 4 անգամ գերազանցել է շուկայի միջին ցուցանիշը։ Առհասարակ ինչու են թանկանում դեղերը եւ ինչով է դա ազդում բնակչության վրա։ Նույն դեղերը, որ անցյալ տարի 3-4 հազար դրամ էին, հիմա 6-7 հազար են դարձել, ստիպված են կամ կրճատել դոզան, կամ փոխարինող փնտրել։ Պաշտոնական տվյալների համաձայն բժշկական սարքավորումների գները աճել են շուրջ 4,1%, իսկ դեղագործական ապրանքների դեպքում սպառողները միջինը 3,5% ավելի են վճարում, քան նախորդ տարի, սակայն որոշ մասնագետների գնահատմամբ առանձին խմբերում զգալիորեն ավելի բարձր են։ Մասնագետների կարծիքով գնաճի պատճառները ավելի բազմաշերտ են՝ ներմուծման ծախսերի աճ, փոխարժեքի տատանումներ, լոգիստիկ խնդիրներ ու միջազգային շուկաներում թանկացում, սակայն առողջապահության ոլորտի փորձագետները թանկացումները կապում են առողջապահության պարտադիր ապահովագրության հետ։ Նրանց կարծիքով բժշկական ապրանքների մեծ մասը ներմուծվում է եւ արտաքին շուկաների ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է տեղական գների վրա։ Սակայն եթե գնաճը միջինից 4 անգամ բարձր է, ապա պետք է նաեւ վերահսկողական մեխանիզմներ լինեն։ Խնդրի մյուս կողմը փոխհատուցվող դեղերի համակարգն է։ Ինչա տեղի ունենում փոխհատուցվում է, այսինքն քաղաքացու տեղը վճարվում է հաշվառված մոտ 1270 դեղի հետ կապված, 1270 դեղից 20%-ից ավել դեղերը մեծածախ գներից ավելի էժան փոխհատուցում է։ Այսինքն այդ 20%-ը, որը 250 անվանում դեղատները ուղղակի բաց չեն թողելու։ Խաչատրյանի պնդմամբ, եթե որոշ դեղեր վաճառվում են զրոյական շահույթով, դեղատները ստիպված են լինում եկամուտն ապահովել այլ դեղատեսակների հաշվին։ Քանի որ որոշակի մասը իրանք դեղատունը եկամուտ չի ունենալու, հա, ինքը այսինքն զրոյական է օրինակ վաճառում, շահույթ չի հետապնդում, ինքը փորձել է մնացած դեղորայքից եկամուտ բերի։ Դրա պատճառով որոշակի գներ սկսելու են բարձրացնել, որպեսզի դեղատունը կարողանա գոյատևել, որտեղ եթե ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է, անհատ ձեռներեց է, ինքը չի կարա երկարատև տա, կարող է կարճատև 2-3 ամիսվա մեջ նորմալ հունով գնա, բայց երկարատև 1 տարվա մեջ բացասական կլինի ու հարկային մարմինն է կտեսնի, կասի
հարգելիս, եթե դու բացասական ես աշխատում, ոնց կլինի, ուրեմն պետքա փակվես։ Փոխհատուցվող դեղերի վերահսկողությունը առողջապահության նախարարության տիրույթում է։ Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից պարզաբանեցին, թե փոխհատուցման շրջանակներում գները հաշվարկվում են սահմանված մեթոդաբանությամբ եւ պարբերաբար իրականացնում են մոնիթորինգ, շուկայում թանկացումները կանխելու, վերահսկելու նպատակով։ Սակայն մասնագետները պնդում են, դեղերի եւ բժշկական սարքավորումների գների աճը շարունակում են սոցիալական լուրջ բեռ մնալ բազմաթիվ քաղաքացիների համար։ Ժամանակակից տեխնոլոգիաները մեծ թափով մուտք են գործում դպրոց, խոսքը միայն երեխաների ձեռքի սմարթֆոնների կամ դասի ընթացքում կիրառվող վիդեո պրոյեկտորների մասին չէ։ Կրթօջախները սխալ են կիրառել էլեկտրոնային մատյաններ, որոնք բազմաթիվ դրական կողմերից բացի հնարավորություն են տալիս այլ մարմիններին ևս մասնակցել դպրոցներում իրականացվող կրթության հսկողությանը։ Օրինակ, հնարավոր է լինում հսկել երեխաների հաճախելիության ցուցանիշները։ 2025 թվականին նույնականացվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս, 24 թվականին 43-ն են եղել։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել են նաև պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն ռիսկային գոտում գտնվող 310 անչափահաս եւ ուղղորդվել են համապատասխան մարմիններ։ Ոստիկանությունն այս անչափահասներին հայտնաբերել է դպրոցների էլեկտրոնային մատյաների ուսումնասիրության շնորհիվ։ Ուսուցման պրոցեսից 120 ժամ անհարգելի պատճառներով բացակայած երեխան համարվում է կրթությունից դուրս մնացած, իսկ ռիսկային է համարվում 1 ամսվա ընթացքում 10 աշխատանքային ժամ անհարգելի պատճառներով բաց թողած աշակերտը, նաև այն անչափահասը, որի ծնողը նրան հանել է դպրոցից, բայց չի գրանցել այլ դպրոցում։ Հիմա արդեն նույն ոստիկանության ծառայողներն են ստուգում այդ էլեկտրոնային մատյանները եւ բացահայտում։ Ստուգում են կոնկրետ մի աշակերտի ներկայությունը եւ տեսնում են, որ ինքը կողքի գյուղից պետքա գա այդ գյուղի դպրոցը եւ առաջի ժամին չի եղել, երկրորդ ժամին եղել է, երրորդ ժամին նորից չի եղել։ Արդեն սա դառնում է խիստ կասկածելի եւ այստեղ պետք է աշխատանքներ կատարվել, հասկանալ իրականում երեխան ընդամենը 1 դասի համար հաճախել է դպրոց, թե այդ երեխան իրականում ամբողջ օրը չի եղել։ Մասնագետները նշում են, որ դեռ բավականին թերի է դպրոց-ոստիկանություն համագործակցության մակարդակը։ Ոստիկանությունը բացահայտումների մի զգալի հատված, այդ թվում բացակայություններին կամ հենց նույն հանցագործություններին առնչվող սեփական ուժերով է անում։ Ուսումնական հաստատություններում կատարված իրավախախտումների վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից 25 թվականի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն է ուղարկվել 9 միջնորդություն։ Անչափահասների կրթական պրոցեսներից դուրս մնալու պատճառները տարբեր են, որոշ դեպքերում դա ընտանիքի հետ է կապված, որոշներում խնդիրը սոցիալական է, իսկ առանձին դեպքում էլ պատճառը հենց երեխայինն է, այսինքն կրթօջախը, որը չի ցանկանում աշխատել տվյալ անչափահասի հետ։ Իսկ ինչու է սա խնդրահարույց, այսինքն այն, որ կրթության պրոցեսից դուրս մնացած կամ ռիսկային երեխաների թիվը գնալով մեծանում է։ Հարցն այստեղ միայն այն չէ, որ վաղը չէ մյուս օրը դպրոց չհաճախած մարդը չի գտնելու նորմալ աշխատանք, բավարար գիտելիք չունենալու պատճառով։ Նախ, մինչև այդ նա պետք է անվնաս հասնի հասուն տարիքին։ Որ օրինակ ծնողը կանչվում է դպրոց, ասում են, որ շատ բացասական վարքագիծ դրսևորող երեխա է, մենք իր հետ կոնֆլիկտ ունենք, խնդիր ունենք, ավելի լավ է դուք դիմում գրեք, տարեք ձեր երեխային, որ մենք իրան չհեռացնենք։ Իսկ եթե օրինակ երեխան դիտվում է որպես խնդրահարույց մանկավարժական այդ համույթի տեսանկյունից եւ երեխային հանում են դպրոցից, մեկ ուրիշ դպրոցն անում են նույն խնդիրն ա լինում, շատ հնարավոր է ծնողը արդեն 3-րդ կամ 4-րդ դպրոցը չտանի։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ զբաղվածություն չունեցող անչափահասը դառնում է բացասական տարբեր երևույթներ կրող, քրեական ենթամշակույթի կրող, թմրանյութեր օգտագործող, մանր հետո ավելի ծանր հանցագործություններ հեղինակող եւ ի վերջո անչափահասը հայտնվում է հասարակության հետ բարիկադի հակառակ կողմում։ Հունիսի 10-ի լույս գիշերը անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Մայր Հայաստան հուշահամալիրը։ Նրանք պոկել ու գողացել են հուշահամալիրի ներքևի հատվածում քարե պատվանդանների վրա ամրացված հերոս քաղաքների անվանումների ոսկե տառերը։ Ուղղակի զարմացանք այդ քսեմդիգինչ մատերիալը պոկել են, թե ով է պոկել չի դա։ Այս մասին իրազեկող տեսանյութ է տարածել Գյումրու համայնքապետարանը։ Կատարվածը նկատել են համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր վաղ առավոտյան տարածքում կանաչապատման աշխատանքներ են իրականացրել։ Տառերը պոկելու հետևանքով քարերը վնասվել են, դրանց վրա բացվել են մեծ անցքեր։ Քիչ անց տեղեկություն է ստացվել, որ պոկված տառերը գտնվել են։ Հերոս քաղաքների անվանումների տառերը նետված էին տարածքում տեղադրված աղբամանների մեջ։ Տառերը մեկ առ մեկ հանվել են, շուտով դրանք կրկին կամրացվեն իրենց տեղերում։ Գյումրու քանդակագործության ազգային պարկ թանգարանի վարիչ Արթուր Գևորգյանը մեկ բառով է որակում կատարվածը՝ վանդալիզմ։
Հարգանքի բացակայությունը մեր նախնիների այն մարդկանց հանդեպ, ովքեր կռվել են այդ քաղաքներում, շքանշաններ են ստացել, հերոսացել են եւ սերունդներ են դաստիարակել։ Ինչն է շատ առանձնահատուկ, հնգատեւ աստղերը թողել է քաղաքներն է ոչնչացրել։ Այն, որ կատարվածը պետք է համապատասխան արձագանք գտնի իրավապահ մարմինների կողմից, իսկ կատարողներն էլ ստանան համապատասխան պատիժ, Արթուր Գևորգյանը երկընտրանք չի տեսնում։ Չի կարելի Մայր Հայաստան անունով հուշահամալիրում, որը համայն հայությանն է վերաբերում, կապ չունի այդտեղ որ քաղաքների անունն է գրած, նման բան անել, չի կարելի մեր նախնիների արածի կողքին նման բան անել։ Գյումրու համայնքապետարանն էլ իր հերթին դեպքի առթիվ պաշտոնական հաղորդում կներկայացնի ոստիկանություն։ Աղցք գյուղի սարում առեղծված այն դեպք է տեղի ունեցել 50-ամյա հովիվը իր 7 կովերին, 6 ցուլերին եւ 1 երինջին սատկած է հայտնաբերել։ Տղամարդը անակնկալի է եկել, քանի որ նրա խոսքով կենդանիները առողջ էին։ Կայծակի հարվածը հովիվը բացառում է։ Այսինքն կովեր եկել է ստեղից։ Հա։ Ցուլիկ իրա ուժով, որ արդեն գիտակցությունը կորցնելով ցուլը իրա։ Գնացեն գել այնտեղ։ Աղագին էլ հեռու է, 40 մետր կլինի։ Հովիվը կասկածում է, որ կենդանիներին թունավորել են, քանի որ այլ վարկածներ չունի, իսկ կենդանիներն ընտանիքի համար ապրուստի եւ եկամտի միջոց էին, որոնք սակայն հիմա չկան։ Սա մի հերթով 1, 2, 3 գնո այդ բանը նույնը։ Մի դաժե մի հատ յոնջալ չկա, որ մտածես ասես յոնջանկերը ուռել են։ Սետկեն փակած, այնտեղ երբեք չի կարան ասում։ Ում դիմեն չգիտեն, օգնության կարիք ունեն ծանր վիճակից դուրս գալու համար։ Պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում նաև իրավապահներին, եղելությունը պարզելու համար։ Հիմա այս մարդկանց համար առաջինը հետաքրքիր է, թե ինչն է եղել այս ամբողջ խոշոր եղջերավոր անասունների սատկելու պատճառը ու տարածքում էլ այնպես չի, որ ասում են, թե կաղա յոնջային կերը ուռել են։ Յոնջա ընդհանրապես չկա, նայում եք, տեսնում եք, դեպքի մասին արդեն գյուղացիները տեղեկացրել են ոստիկանության աշտարակի բաժին, չէ՞, ոստիկանության աշտարակի բաժին, որտեղից եկել են, արձանագրել են, գյուղապետարան, Գյուղապետարանը կուրսի է, գյուղապետարանի տեղակալը կուրսի է, մարզպետարանը համար չունի չեմ զանգարել։ Դե գյուղապետը կարա ասելի։ Գյուղապետը ասես կդիմեն, բայց չեմ իմանում, դեմելա թե չասես, ինչ որ ընտրությունները կարող խառնվել չպատասխանեն հարցին։ 10 օր է Արշակունյաց 54 շենքի եւ դրան հարակից բնակելի, այդ թվում բազմահարկ շենքերի տարածքում հակասանիտարական վիճակ է։ Դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում, գարշահոտը մոտ 500 մետրից է զգացվում։ Անտանելի վիճակը, հոտը սպանում է։ Ահա։ Այստեղ էլ սենց էլ պիտի գնաց դեպի ֆուտբոլի դաշտ։ Ահա, տեսեք ինչ վիճակ է, նաև դեպի ֆուտբոլի դաշտ տանող ճանապարհը։ Հարյուրավոր բնակիչներ իրենց կամքից անկախ անցուդարձ են անում այս ամենի միջով, շնչում թունավոր հոտն այս շոքին։ Սենց է պետք է երեխեքները տան խաղահրապարակ։ Շենգավիթի թաղապետարան եւ Էոլիա ջուր են դիմել քաղաքացիներն ամեն անգամ նույն պատասխանն են ստացել։ Զանգը գրանցված է, աշխատողները կմոտենան, բայց այդպես էլ չեն եկել։ Հիմա երևանցիները քաղաքային իշխանությանն են դիմել, միջամտություն են ակնկալում, հուսով, որ գոնե այդ դեպքում խնդիրը կլուծվի։